Ողջույն բարեկամներ, ինչպես որ հույս ունեի, որ ակտիվությունը մեծանալու է, այս բենզինի թեմաներով հայերը, իրոք հայերը բացահայտվելու են եւ սկսելու են ավելի լուրջ եւ ռադիկալ պայքարել թրքասման դեմ, հույս ունեի։ Վստահ չէի, բայց ներքին ձայնս ասում էր, որ հայերը չեն կորել։ Ինչու մի բան պետք է լինի։ Եվ այս ֆորմատի մեջ ուզում եմ մի ձայնագրություն ցույց տամ, ես վստահ եմ դուք ինձ կմիանաք այս հարցում։ Լսենք։ Քեր որ իմանալով հանդերձ որ ադրբեջանական բենզին են լցնում, քանի որ 100 դրամ է ժանը, մեր թակավոր աղբոր խոսքերն են փոխանցում ձեզ, որ վերաբերվում է այն մարդուն, ովքեր որ ադրբեջանական բենզինից կօգտվել են։ Լսեք ուշադիր։ Պարոն գնդապետ, խնդրում եմ բոլորին փոխանցել, որ երկու րոպե ցածում եք, ասա։ Այս երկում իմ տղերքի։ Ասա մի անջատվի։ Դեռ հիմա ասա, լսում եմ, ասա ձեր Ես դեռ հիմա կարգով քաշում եմ, ուզում եմ, որ բոլորին փոխանցել։ Ասա մի անջատվի։ Այս դիկը ատողին մերը։ Քեր Ասեց ու անեց։ Ինչ իմանար, որ ոչ միայն այդ դիրքերն է հանձնվելու, այլ են ինչ-որ հնարավոր, որ այսօր էլ այդ բենզինն են դնելու, այդ ամեն ինչը հանձնելուց հետո։ Ես միանում եմ Աբաջանի բարեմաղթանքներին, սյունած ողջունների, ես վստահ եմ, որ դուք եք միանում։ Ես գիտեմ, որ այդ կարգի մարդկանց այդ խոսալը դժվար է, որ պատրաստ են ամեն ստորության 100 դրամի համար։ Ուղղակի մի բանավիճեք, այս ձայնագրությունը, այսքան տեղը դրեք, ցույց տվեք, ասեք առաջին ինչքանա, առաջի 2 րոպեն։ Առաջի 2 րոպեն թող դիտեն այս տեսանյութի ու անջատեն։ Ու գնան շարունակեն այդ բենզինն անդրել։ Ում գիտեք, ում կասկածում եք, փոխանցեք։ Եթե առանձին չգտնեք այդ ձայնագրությունը, սա ունեք։ Սա ունեք։ Ցույց տվեք այդ մարդկանց, ասեք առաջի 2 րոպեն նայի, հետո ինչ ուզում ես արա։ Հետո գնա ապրի, եթե կարաս ապրես, հետո քնի հանգիստ, եթե կարաս քնես, հետո կեր դիմացիդ խոտը ու հանգիստ ապրի, միջև քեզ էլ սեն շլինքիցդ բռնած կտանեն մատաղանեն կրակները։ Այս ողջունները առաջին հերթին ուղղված են այս երկուսին, Լֆիկին ու Գրզոյին։ Հիմա այս երկուսի կողքի լավ տղեկին եմ ճակերտավոր ուզում ասեմ։ Լսեցիք Աբաջանի խոսքերը։ Ասելիք չունեք։ Ես այս երկու այլասերվածներ բան չունեմ, իրանք այնքան բաների վրով են անցել, որ ասենք իրանց համար մի հատ ավել քֆուլ պակաս, իրանց կյանքում բան չի փոխելու, էլի։ Բայց այս համար աշխատողները ինձ թվում է դրան պատրաստ չեն, որ իրանք էլ են պատրաստ այս քֆուրներն ուտելու։ Լսեցիք։ Սա վերաբերում է բոլորին։ Ես վստահ եմ, որ եթե դուք աշխատում եք իր համար, դուք էլ եք այդ բենզինները լսում։ Չգիտեմ, ներքին համոզմունք ունեմ։ Բայց լսեցիք։ Սա իրականությունն է։ Ես ու հենց հիմա մի քանի տասնյակ հազար մարդիկ միացան այդ բարեմաղթանքներին։ Ու ինչքան է զայնագրությունը նայեն, այնքան միացող է լինելու այդ բենզին օգտագործողներին։ Լրիվ ճշտի մեջ է, ոչ մի բան չկա։ Ոչ մեկ չի կարող ասի, այս ում ես ասում, հենց ձեզ։ Հենց դրա համար ասվել է։ Ասվել։ Ու լրիվ հիմնավոր է։ Ոչ մեկ չի կարող ասա համար նեղանա։ Եթե պրինցիպի ուզում եք նեղացեք, դա ձեր գործն է, բայց սա ճշտով է։ Սա։ Գնանք առաջ։ Լսենք մենեգեն ինչ ասում։ Ճշտամուց առնենք, որ ինքը զենք առնի։ Ասում են ավելի մատչելի է այստեղ լինելու բենզին։ Ուզումա ձերի բաժանը, ճշտամին մնում է ճշտամին։ Ուզումա ձրի բաժանը։ Սա է մարդը։ Սա է հայ մարդը։
Աբաջան աղբերն ալա հայ մարդը, ես ասում ուզում զդի։ Ասում է ես այդ բենզին առնեմ, որ ինքին դեմ զենք առնեմ։ Տրամաբանական է, չէ՞։ Իդեպ, ես գիտեմ, որ նոր տարի է, ես գիտեմ, որ շատերը զբաղված են, ժողովուրդ ջան։ Թշնամին չի քնում։ Մենք կարանք մեզ թույլ տանք նոր տարի անել, էլի խնդիր չկա, բայց թշնամին չի քնում, թշնամին աշխատում է։ Աշխատում է նաև մեր դեմ հենց մեր ներքին թշնամիների ձեռքով, ամենաշատ աշխատում է հենց մեր ներքին թշնամիների ձեռքով։ Դրա համար խնդրում եմ, ակնկալում եմ, օգնեք ալիքին եւ տարածեք, որ մենք կարողանանք ամեն օրվա եթերներով այս կարևոր բաները հեռարձակել։ Ես խոստանում եմ, ամսի 1-ի առավոտը դուք ինչ չեք տեսնել։ Ամսի 1-ի առավոտ, հիշեք, մի բան պետք է անեք, առավոտ որ արթնանաք, հիշեք, այդ օրը Արշավի Շիրակյանի եւ Գարեգին Նժդեհի ծնունդի օրն է։ Նոր տարին որ կսկսեք, ձեզանից մի ակնկալիք ունեմ։ Հենց 12-ը խփեք, իմացեք, օրը փոխվել է եւ արդեն հունվարի 1-ն է։ Այդ օրը այդ երկու գիգանտների ծնունդն է։ Արշավի Շիրակյան, որը սատկացնում էր Նեմեսիս գործողությունների ընթացքում մեծ կոտորողներին, պարագլուխներին եւ իհարկե Նժդեհ։ Մենք իհարկե 31-ին նոր տարին միասին կդիմավորենք, միասին այդ ամեն ինչը կանենք անպայման։ Բայց նրանք ովքեր չեն կարող միանալ 31-ի գիշերը, Երևանի ժամանակով 11:50, որպեսզի մենք նոր տարին միասին դիմավորենք, թող առանձին անեն։ Եվ ես խոստանում եմ, այդ օր առավոտյան ես ձեզ չեմ անհանգստացնի։ Դուք իմ ձենը այդ օր առավոտ չեք լսի, այդ նույն ժամին որ դուք սորաբար լսում եք, ես ձեզ այդ օրը հանգիստ եմ տալի ինձ էլ։ Ամս 2-ից կհանդիպենք։ Շարունակությունը լսենք։ Այդքան երեխա կոտորվա, որ այսօր բենզին առան։ Բա Հողերը դու այդ բերում։ հասկանում եք ինչու՞մն է բանը։ Այսինքն ուղեղ ունենալու համար օլիգարխ պետք չի լինել։ Տարական բարոյականություն ունենալու համար, ասենք, չգիտեմ, Rolex կապել պետք չի, Bentley ունենալ պետք չի, ուղղակի պետք է տարական բարոյականություն ունենալ։ Ու գիտեք, հակառակը որն է, որքան դու անբարոյական ես, քո Rolex-ն ու Bentley ունենալու հավանականությունը մեծ է։ Հայկական պայմաններում որ հաստատ է տենց է, որովհետև ինչպես ցույց է տալի այս ժամանակը, այս պատմական այս ընթացքը չկա ավելի թանկ վաճառվող բան, թանկ, քան բարոյականությունն ու խիղճը։ Ով չի վաճառում, այսպես ամենում, ընկերոջ նման, իրան է պայթեցնում է դիրքերում։ Ով վաճառում է պատրաստ ամեն ինչի, զորքել սեփական կարող ունենալ իրանք։ Դա բան ասում, պարզվեց այս պատմական ընթացքում ամենաթանկ վաճառվող բանը դա խիղճն ու բարոյականությունն է։ Ինչև են մյուս կարևոր նորությունների անցնել, սա էլ է, այս ձմեռով կարևոր, պարզվում է 36 ժամ Երևանի վարչական համայնքում 11500 բաժանորդ զրկված են եղել էլեկտրոէներգիայից։ Սրանք ինչին մատերը կպտում են, աշխատող բանը սկսում է չաշխատել։ Հաղթանակած բանակը պարտվում է։ Աշխատող էլեկտրոցանցերը 36 ժամ, 1.5 սուտկա, այս սրտին մնացել են առանց լույս։ Հիմա բայց մյուս կողմից եմ նայում։ Բա դուք ժողովուրդ ջան, բա ինչ եք ուզում։ Նիկոլ Փաշինյան ընտրեք, Ավինյան ընտրեք, դուք համ լույս ունենաք, համ ջուր ունենաք, համ ասֆալտ ունենաք, համ ձյունը մաքրած լինի, համ մաքուրոտ ունենաք, հա։ Պաշտպանված բանակ ունենաք, ապագա ունենաք, այդ ամեն ինչը, բարձրացած թոշակ եւ այլն եւ այլն։ Չի լինում ուղղակի։ Փաշինյան Նիկոլը անկախ իրանից ապացուցում է մի բան, որ ովքեր իրան ձեն են տվել, պատրաստում են ձեն տա, առնվազն անմեղսունակ են, մարդ, որը պատասխանատու չի իր գործերի համար, դրանք կոչվում են անմեղսունակ։ Փաշինյան Նիկոլը ամեն ինչ թողած դա է ապացուցում իր ամբողջ ոհմակով, որ ոնց կարելի է ինձ վստահել, ոնց կարելի է ինձ ձեն տալ, ձեն եք տվել, դե գնացեք վայելեք։ Տեսնեք հիմա նույն ոգևորվածությամբ գնամ եք էլի ձեն տալ։ Դա իհարկե գիտեմ, որ ձեն տվողները ինչ չեն նայում, չնայած կան,
որ տվել են նայում են, մեկը հետաքրքրությունից, մեկը փոշմանելա, դա էլ կա, հա։ Մեկը որ գնա պատմի, որովհետև ես գիտեմ ինչից խոսամ, ում պետք է նա իմանում։ Ես դամալ էլ հստակ խոսում եմ իմանալով հանդերձ, որ իմ խոսքը օդում չի մնում, երբեք։ Եվ այս ամեն ինչը ոնց է ներկայացնում Գագիկ Շամշյանը, որ հետցի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով երրորդ օրն է առանց 1 րոպե դադարի հետի մասնագետներն աշխատում են։ Ժամեր անց էլեկտրամատակարարումը կվերականգնվի բոլոր հասցեներում։ Պատկերացնում եք 3 օր աշխատում են։ 3 օր։ Ու ամենակարևորը շեշտված հետցի ժամանակավոր կառավարիչ։ Ինքն է եկել ձեզ փրկելու 3 օր հետո, Ժորժը։ Ճիշտ հասկացենք, ինքը ոչ թե պատճառն է, հա, ինքը եկել է ձիու վրա նստած ձեզ փրկելու։ Նայած ոնց եք ներկայացնում, այնքան կարևոր է ներկայացնելը, այնքան կարևոր է այդ ներկայացնելու ձևը, որովհետև ուղեղից թույլ մարդկանց վրա աշխատում է դա, աշխատում է։ Իրանք միանգամից մոռանում են, որ դրանց պատճառով է, որ լույս չունեն։ Հա։ Ուրիշ բան են տեսում, հա, լույս չունեն, ու այդ մարդը իր հանձնարարականով եկել են իր լույսը սարքել։ Այսինքն ճիշտ եմ հասկանում Գագիկ Շամշյան, եթե Ռոմանոս Պետրոսյանը չհանձնարարեր, այս մարդիկ հավերժ մնալու են առանց լույս։ Հա։ Բայց ձեր տրամաբանությունը սպանում է։ Ցանկացած բետոնի պատ ծակում է ձեր տրամաբանությունը։ Յակրիչ։ Լավ նորություններ Լոս Անջելեսից։ Ռուսական լավ խոսք ասում է, хорошая клизма освежает память։ Ռուսերեն սենց է հնչում։ Լավ հոգնան գիտեք, չէ՞։ Լավ հոգնան թարմացնում է ռեալության զգացումը։ Ես սենց եմ թարգմանում։ Պատկերացնում եք, Լոս Անջելեսում բոլոր եկեղեցիներում տրվել է կաթողիկոսի անունը։ Ոչ մի տեղ չի զեղչում։ Հովնան arczepiskopos-ը գցել բռնել է երևի, ճիշտ այսեն ցուցակում կա, ասել եմ ինտեղը ստորագրել, բայց ոնց որ թե Նիկոլ Փաշինյանը չի կարողանում այդ հարցերը լուծի, նշանակում է պետք է ուղղակի չհեռանալ կաթողիկոսին եւ ասել, տես, քո անունը կա, մենք քեզ պրիզնատ ենք գալիս, մենք քեզ ընդունում ենք որպես կաթողիկոս։ Վստահ եղեք, որ այս հաղորդումները, որովհետև այսքան նամակ, որ ես եմ ստանում, մասնավորապես Գլենդելից, մասնավորապես կողքի համայնքներից, քաղաքներից, Սան Ֆրանցիսկոից, Սակրամենտոից, թենդեր ինչեր է կատարվում։ Մարդիկ լսում են։ Մարդիկ լսում են տեղի քահանաները, սկսում են հաշվել, փողը հաշվել։ Եթե ես միացա այնտեղ, ինչքան եմ շահելու, ինչքան եմ կորցնելու։ Իհարկե $2000 հարսանիք եմ անում։ Ես հանգարց գնամ են կողմ։ Կարող է չգան մոտս հարսանիք անելու, կնունք անելու։ Տուն եմ վերցրել, մորգեջ կա, բան կա, ված կա վրես, բայց ո՞նց եմ փակելու։ Վստահ եղեք, այս հաղորդումները անհետևանք չեն մնում։ Ես չեմ ասում, ամեն ինչը մեր վրա է դրած, ու մեր շնորհիվ է այս ամեն ինչը, իհարկե ոչ։ Բայց դուք մի պահ պատկերացրեք, եթե սրանց անունները, այս մանրամասները, այս բացահայտումները չլիներ։ Մենք անդադ դրա մասին չխոսեինք։ Եվ իրան Լոս Անջելեսում չասեին, լսի, դու գիտես ինչ, բարակ պարանի վրա ես քայլում։ Ինձ թվում է այնքան բարակ է, քեզ չի պահելու, որովհետև մարդիկ լսում են, սկսում են հարցեր տալ։ Ոնց թե էսի լուրջ տենց է։ Ոնց թե էսի յոկ, հա, ոնց թե, մարդիկ այնքան ինֆորմացիա ունեն, ընթացքում սկսում են իրար պատմել։ Միջև այդ առջևը չեն խոսացել ով է, բայց հենց ինֆորմացիան գցում ես ընթացքի մեջ, ինքը ձնագնդիկ էֆեկտով սկսում է մեծանալ։ Այ ինֆորմացիոն մանիպուլյացիա, ես որ ասում եմ, տեխնոլոգիաներին տիրապետում եմ A-ից միջև F, ես պատահական չեմ ասում։ Իր արդյունքը տալիս է։ Տեսնենք, սա մասին ինչ է ասում, տեսեք, շատ կարևոր։
օրինակ Հովնան arczepiskoposi այդ ցուցակին միանալու եւ այլն, բայց միգուցե ներքին խմորումներ կան, դուք ինչ կարող եք ասել այդ մասին։ Ներքին քննարկումներ, շփումներ կամ օրինակ մենք իմացանք, բոլորը սպասում են, որ կաթողիկոսի անունը կարող են նորից զեղչել նաեւ այստեղ, բայց պարզվում է, որ չեն զեղչում։ Իդեպ Լաս Վեգասում ինչպես է իրավիճակը։ Այո, մի քանի հարցեր դրեցիք մի հարցի մեջ, որը սիրում եմ պատասխանել բոլորին։ Նախ հոգեբանականների հարցով։ Ես ինչպես Ես այս հարցով որոշել էի հենց տեսելով այդ ուղին խոսել, բայց ինքը որ ասեց այսօր մեծ հարցազրույց եմ տվել, ես այդ մասին խոսել եմ։ Լինքն էլ ուղարկեց, ասի սիրով ես ուղակի կցիտեմ, կարիք չկա դրա համար ձայնագրություն անել։ Լսենք ինչ ասում։ ասացի, ես վստահ եմ, 100% վստահ եմ, որ կան հոգեբանականներ, որ սրծավ են։ Այսինքն իսկապես հայրենասեր դեռ կգան հոգեբանական եղբայրներ կան, բայց ոչ բոլորը։ Կան ոմանք, որոնք ուղղակի համոզմունքով այսօրվա այս իրավիճակի կողմնակից են, ցավալիորեն։ Եվ ես չեմ կարող դա ուղղակի պատկերացնել, թե ինչպես կարող է մեկը հայ հոգեբանական լինի, ասենք, եւ համացայն լինի մի ամբողջ ազգիմը ուղղակի ցեղասպանության, որ Արցախի կողմից իրենց դուրս հանեն եւ ասեն, որ Արցախը մերը չէ։ Ինչ հոգեբանական որ ասի Արցախը մերը չէ, իմ աչքից գներեք, ոչ հայ է, ոչ էլ հոգեբանական։ Որովհետեւ հայրենիքը Իդեալական, արտակարգ ձևակերպում։ Ով ասի Արցախը մերը չի, ոչ հայ է, ոչ հոգեբանական։ Ավելին էլ չես նկարագրի ավելի պատկերավոր։ Նկարիչ։ վաճառքի չի տրվել։ Եվ Հայաստանը։ Որովհետև հայրենիքը վաճառքի չի տրվել։ Եվ Հայաստանի Հանրապետությունը կամ Արցախը մեր հողը, որ նայեք կարևոր կետը, քնվել է նահատակների արյամբ։ Քնվել է նահատակների արյամբ, այսքան տարի։ Հիմա ինչ սխալ եղավ, ասենք իշխանությունների նախկին կամ ներկա իշխանությունից, այդ նահատակների արյամբ հողը չի ծախվում։ Աբաջանը նոր ասեց։ Նոր ասեց։ Չի ծախվում։ Հակառակ ով մտածում է ծախվելու, Աբաջանը դրանց մասին էլ ասեց։ Ու ես էլ վստահ եմ դուք էլ միանում եք։ Գրեք, եթե միանում եք, գրեք, միանում եմ։ Եվ տարածեք անպայման։ Տարածեք եւ օգնեք ալիքին։ Մենք գործ ունենք անելու դրանք առաջ։ Եվ սրա համար է որ ես գրվեցի պայքարեցի այսքան տարի։ Որպես հոգեբանական ինչպես կարող եմ ես անդարբել։ Երբ որ երդասարդ տղան գնում է, այսինքն սահմանի վրա կանգնած իր հայրենիքը պաշտպանում է, գիտե որ կարող է ողջ վերադառնալ կամ անդամահատված վերադառնալ ընտանիքի։ Ավելին, ինքն ասում է կամանդիր, հեսա կալցոս քաշում եմ։ Ասում է 2 րոպե դիմացի մոտենում ենք, ասում է չէ, քաշում եմ։ 2 րոպե նույնիսկ չունի այդ տղեն, այդ երեխան 20 տարեկան։ 2 րոպե չունի։ Ասում է քաշում եմ, ուղղակի քեզ ուզում եմ ասեմ, հա։ Ով էս դիրքերը անձնի, ստեղ իմ տղեկի անունն է թափել։ Ես այստեղ դուրս նստած պետք է նստեմ իրեն նայեմ այսպես։ Բնականաբար ոչ։ Պայքարեցի ու կարողացածից շատ միջև ստրտի կատվածը ստանալու այսինքն գնով եւ ստացա այդ կատվածը։ Ես չեմ ուզում ասել 2025 ինչեր անցա ես։ Չեմ ուզում ասել որ մարդիկ չաս, բայց այդ գետի մեջ հայ հոգեբանական անդարբեր չի կարող մնալ իր հայրենիքի, իր սրբությունների։ Իմջելուց ասենք։ Տեսել Հայաստանում չի ծնվել։ Ինքը հայա տեսակով։ Հայաստանում չի ծնվել, Հայաստանի քաղաքացի չի։ Տեսակով հայա։ Ես որ ասում եմ տեսակով հայերին, եթե մենք իրոք գտնենք, կպարզվի մի քանի տասնյակ միլիոն ենք մենք։ Իսկ լավ հայերով, եթե մենք փորփրենք իրար գտնենք, մենք մի քանի միլիոն ենք լավ հայերով։ Որ այսպես Հայաստան չեն ծնվել, Հայաստանի քաղաքացի չեն, բայց ամեն ինչն իրանցն է, որտեղ տեսակով են հայ։ Դրա համար է այս մտածմունքը։ Այն հոգեբանականա որ կասի Արցախը Հայաստան չի, ոչ հոգեբանականա ոչ էլ հայ։ Իր եկեղեցու հանդեպ եղած ովևէ ոտնձգությանց օտարի կողմից, մանավանդ այս պարակայում Թուրքիայի եւ Ադրբեջանի։ Նայեք, սա նորություն չէ։ Թուրքերի հետ մեր պատմությունը նորություն չէ։ Թուրքերի հետ մեր պատմությունը կգնա հետ մինչև 1071 թիվը։ Մանազգերտ։ Եվ դրանից առաջ Սելջուկյան արշավանքները։ Ես բոլորին ասել եմ. դուք որովհետեւ կարողանաք ամեն ինչ լավ ձևով հաշվեկշռել, հասկանալ։ Մի լսեք ինձ։ Գխնդրեմ բանակ Ալիստագես Լաստիվերցիի գիրքը։ Եվ այնտեղ ընթերցել թե այն ժամանակ ինչ են արել մեզ Սելջուկները։
անի սուրբ եկեղեցու մեջ, այսինքն որ սահմանից երևում է, անի մարտաճարի մեջ։ Եթե կարողացաք գիշերը քնել, բրավո ցեզի։ Բայց ասեմ ցես որ այսինքն այս տեսակ բարբարոսների հետ, երբ որ մենք ապրել ենք 1000 տարի, եւ 1000 տարվա մեջ կարող եմ ասել տասնյակներով ցեղասպանություններ արել են իրենք, փոքր ցեղասպանություններ ստանդը, բայց մեծակույնը երբ որ եղավ 1895-ին հետո, նախ Համիդյան չարտերով, հետո Համիդյան չարտերից հետո Ադանայի չարտը 1909-ի, հետո 1915-ին, մինչև 1923, դե անգևերջ բոլորս ալ եթե չեն հիշում, հիշեցնեմ։ Սովետական շրջանին ալ եղած է մեր հանդեպ այս տեսակ վերաբերմունք 88 թվականին, 90 թվականին, եղբայր սրանք մեր հանդեպ չունեն այն խաղաղության սերը, որ մենք իբր թե փորձում ենք ցուցաբերել։ Հիմա որովհետև շեղվեցի հարցից կներեք։ Ասեմ ավելին, ոչ թե չունեն խաղաղություն կամ սեր, իրանց օրակարգի մեջ էլ չկա։ Չկա իրանց օրակարգի մեջ։ Որ սրիկայի բերանից դուք կլսեք խաղաղություն բառը, ուրեմն ինքը սրիկա է։ Ոչ մի adekvat, ոչ մի կշռադատված, ոչ մի բարոյական հայ մար, այս ինչ որ կատարվում է, դա խաղաղությանը չի համեմատվում։ Եթե դուք լսում եք մեկի բերանից խաղաղության օրակարգ, խաղաղություն, դուք տեսնում եք կատարյալ տականքի, թուրքի դրածով, որովհետև թուրքական մեդիայում խաղաղություն բառ չկա, կա հələ գալ Հայաստանը գրավելու, վերացնելու խոսույթ եւ ծրագրեր։ Երեք չէ հաղորդման ժամանակ ասացի, որ մենակ 2025-ին Ալիևը ստորագրել է 51 պետական հրաման Հայաստանի հետ կապած, Արևմտյան Ադրբեջանի հետ կապած։ 51 իրան գալիս են գրավելու, մի խումբ ոչխար, մատաղացու, խոսում է, բասկաններով իրանց հանդերձ, խոսում է խաղաղության օրակարգի մասին։ Չկա խաղաղության օրակարգ Ադրբեջանում եւ ոչ մի խաղաղություն միակողմանի չի լինում։ Իհարկե դու պատրաստ չես խաղաղություն ապահովելու համար ինքնասման լինել, որտեղ այդ ժամանակ այո կլինի խաղաղություն։ Չկա այ խաղաղություն։ Ընդհանուր։ Այս մասին գրել է նաև Լեմկինի ինստիտուտը։ Սա արդեն երրորդն է։ Երրորդը, այս տարվա մեջ։ Մի անգամ զգուշացեցին Փաշինյան Նիկոլին, որ դու ուրանում ես ցեղասպանությունը, որ միջազգային ճանաչված հանցագործություն է եւ ապացուցված։ Երկրորդը Լեմկինի ինստիտուտը զգուշացեց 1.5 ամիս առաջ, երբ որ նոր է սկսվել, 1 ամիս, 1.5 ամիս առաջ, նոր է սկսվել հարձակումը եկեղեցու վրա։ Հիմա սա դեկտեմբերի արդեն 28-ի 13 չառաջորն է հայտարարությունը, որը ինչ է ասում, որ այն ինչ որ հիմա կատարում է Փաշինյան Նիկոլը, հիշացնում է 1915 թվականի դեպքերը։ Ես ամբողջը չեմ կարծում, բայց ես գլխավոր բան ասեմ, հա, գաղափարը։ Որ նույն ձևի Օսմանյան կայսրությունում երի թուրքերն էին զբաղվում, վերաբերվում հայ հոգևորականներին։ Եթե առաջի հայտարարության մեջ ցեղասպանությունների կանխարգելման Լեմկինի ինստիտուտը Փաշինյան Նիկոլին հուշեց, որ իրավունք չունես ուրանալու ցեղասպանությունը, որովհետև դա թուրքական օրակարգ է։ Հիմա ուղիղ համեմատում եմ երի թուրքերի հետ։ Ես գիտեք, որ ես շատ եմ քննադատում ամերիկյան կառավարությունը, արևմտյան կառավարությունների երկրների ղեկավարների անխն եմ քննադատում, բայց ես միշտ գրում եմ, միշտ նշում եմ զուգահեռ, որ կառավարությունների զատ կան ինստիտուտներ ամեն դեպքում, որոնք կարող են այդ կարգի արդյունավետությամբ չեն աշխատում, ինչքան իրենք կարող են աշխատել adekvat նախագահ ունենալու պատճառով, պայմաններում, բայց դրանք աշխատում են։ Խնդրեմ դրանցից մեկը Լեմկինի ինստիտուտն է։ Լսանեք։ Ռակնային մասնակցում եք։ Այսեն բանը կարգալույց եղած Արմենն է։ Քարոնյանի վարչապետի հետ եք մասնակցում։ Մշտական պատարակում եմ։ Որտեղ եք պատահել։ Քեզ ինչ։ Լսեցիք հոգևոր հոր պատասխանը քեզ ինչ։
Հա դու գողական ես, թե տեր։ Ստեր են ասում։ Դու արդեն արա ես, որովհետև դու հոգևորական չես։ Սա երեք հարգանքը միակողմանի չի լինում։ Եթե քեզ ուզում ես նույնիսկ կարգալույց եղած ժամանակ քեզ հարգանքով վերաբերվում, հա կարգալույցը դու կարգ չունես, բայց ասենք առնվազն կարող ես ունենալ պահանջ ակնկալել, որ քեզ հարգալից վերաբերվել։ Բայց դրա համար դու քեզ այդպես պետք է պահես։ Եվ ես քեզ հարց եմ տալի, հա դու գողական ես, թե տեր։ Որտեղ դու հաստատ հոգևոր հայտ չես էլի։ Ստե մի անգամից այս պարագայում ֆորմատը շփման եւ լեքսիկոնը բնականաբար փոխվում է։ Քեզ ինչ։ Հետ։ Այդ մի բանը մի իմացի։ Հիմա լուրջ այս կարգի արդեն կարգալույց եղած գրդոնչիները Ալինչ մեքենան պետք է նստել Land Cruiser այս կարգի գրդոնչիները լուրջ մտածում են որ իրանց նկատմամբ պետք է հարգանք լինի հա Գալիս են լիքը հավատացյալներ մասնակցում են Բայց երկաթում այս իրավիճակը եկեղեցի Դուք մեր պետականությունն եք ուզում կործանեք, մտածում եք երկաթման մասին, չեք էլ ամաչում։ Ոսկե ասացիք, լրագրողն է պետականությունը կործանում, սա էլ հրկում է։ Ես քեզ հիշեցնեմ քո ծառայության մոտիվները։ Եթե դու իրոք միջնորդ ես Աստծո եւ ժողովրդի մեջ, դու պիտի որ տարբերություն չդնեիր մարդկանց մեջ։ Հա, որտեղ դրանք բոլորը մարդիկ են։ Իրենց մեղքերով հանդերձ։ Աստորեն դու միջնորդ ես, կարգալույց եղած միջնորդ ես։ Դու նաև դատավոր ես, զավակս։ Հիմա դու կողմնորոշվի, դու գողական ես, տեր ես, թե դատավոր։ Դա շատ կարևոր է։ Իհարկե լրագրողը այդ կաստիճան չի խորանա, որովհետև եւի անփորձա։ Բայց պատկերացնում ես, անկասես մեկը իմ դեմ ուղղակի դուրս գալի չկատարվել է այդ։ Ասում ինքը ամեն դատավորն է։ Սա նույնիսկ չեն հասկանում իրանց ֆունկցիան որն է։ Իրանց ֆունկցիան որն է։ Քո մոտ կարող է գալ ամենամեղավոր, ամենասրիկա Նիկոլը։ Աստոն Նիկոլը չի քանդում երկիրը, պետականությունը, այս լրագրողն է քանդում, հա։ Իհարկե նրանք ովքեր որ շատ լավ գիտեն ում հետ են։ Ռեհապարյանը չտալա է, այդքան կարևոր է կամ 7 տարի չեմ տվել եւ ինքը արժանի չի որ իրան նտան։ Իսկ ռեշտի Հա։ Իսկ ինչի հենց Արժանի տարի առաջ դադարեցիք տալ բերանը։ 18 թվականի առաջի պայքարը սկսելուց։ Ահա։ Չէ։ Կարա ճանակ ասենք Land Cruiser-ը տեղը ասենք լինել Lamborghini։ Կարող էր, բայց ձյան մեջ դա նպատակահարմար չի։ Ձյան մեջ ամենալավ մեքենան է նման Toyota Land Cruiser-ը։ Դա ֆանատներ ողորմածիկը, սա եւ Land Cruiser եւ Kalashnikov-ը։ Իրաքի նախագահ Սադամ Հուսեյն ասում է երկու բան կա աշխարհում որ չի փչանում, մեկը Toyota Land Cruiser-ն է, մեկը Kalashnikov ավտոմատ։ Գնանք առաջ։ Այսպեսի հոգևորականներով բնականաբար մենակ պետք է շրջապատված լիներ Փաշինյան Նիկոլը։ Շատ հետաքրքիր հարցազրույց կա Բրիտանիայից, լսենք։ Again, not a country that is what's going on in Armenia. Again, not a country that is foremost on the lips of the GB News audience, but again we're witnessing Christian persecution there. Ինչ է կատարվում Հայաստանում։ Մենք ասում ենք կրկին տեսնում ենք ոնց են քրիստոնյաները հալածում։ Listen, this to me it's part of strain one. The United States has invested, as has the EU and Mr. Pashinyan, who started off as a populist and is ending up as an autocrat. Աներևակայելի է ասում, Մr. Փաշինյանը, որը սկսեց որպես դեմոկրատ, վերջացնում է որպես դիկտատոր։ Seizing power, destroying democracy. Ավելում է դեմոկրատիա,
and targeting the Armenian Apostolic Holy Church. Եվ թիրախավորում է հայկական Սուրբ եկեղեցին։ I'm privileged to represent Samuel Karapetyan, an Ես ուրախ եմ, ես պատիվ ունեմ ներկայացնել Սամվել Կարապետյանի։ Սամվել Կարապետյանի դատապաշտպանն է։ individual, a philanthropist, one of the wealthiest men in Armenia, who has been behind bars for 6 months because of his faith. And once they took down my client, they went after the highest level of clergy in the country. Four leading archbishops are in jail. The government has demanded the resignation of the Catholicos, their holy leader. I again visited Armenia. Armenia is the cradle of Christianity. It is the oldest Christian church. The Armenian Apostolic Church dates back nearly 2,000 years. It is incredibly powerful, even as a non-Christian, to be there and understand the history and the fact that the church has been for generations. Շատ ուժեղ է, նույնիսկ ասում եմ ոչ քրիստոնյաների համար, ընդեր լինելը դու հասկանում ես, որ երկիրը քրիստոնեական երկիր է. A place of unity, central to the development of the Armenian language, and yet today is under brutal attack. Ասում եմ կենտրոնն է հայապահպանության եւ հայկական լեզվի, հիմա շատ կոպիտ հասարակական տակ է. Բայց փողը մնա փողը պետք եւ Հայաստանի հանրային ռադիոն հիշում եք չէ՞ Հայաստանի հանրային ռադիոն ով է ղեկավարում եւ ինչա դրա գործունեություն իմաստը թուրքական ծրագրի իրականացման կենտրոն ոնց որ հանրային հեռուստատեսությունը հաստորեն հիմա համատեղ հայկական հիմնադրամի հետ փոխում են խաղի կանոնները հեռուստամարաթոնը որ նախկինում 1 օրյա դրամահավաք է այսօր վերածվում է սուրճ տարյա շարժման որ ակտիվորեն ներգրավում է հանրությանը ամիսներ շարունակ իրանք ակտիվորեն պետք է ներգրավեն հանրությանը փողը սրանք մոռացել են որ փողը որյանց տալիս էին Սփյուռքում հիմնականում տալիս էին մարդիկ որոնք շատ սերտ կապված են եկեղեցու հետ որոնք Սփյուռքից են որ Սփյուռքից փող եք ուզում ու միաժամանակ էլ թքում եք գունդ Սփյուռքի երեսին մի տեսակ ինչու չի հասկացվում այլ էդի դրանց տոհոս կարելի է գնալի փող ուզել մենք լավ գիտենք Փաշազադեի հայտարարությունը հիշում ենք մնացել է երկու կառույց, որոնց պետք է արմատախիլ անել եկեղեցին եւ Սփյուռքը։ Հիմա որոշել են ոչ թե մեկ օր, այլ ամբողջ տարին պետք է փող ուզել։ Այն մարդկանցից, որոնց ուղղակի կտրում են ամեն ձևով Հայաստանից։ Ասում են սենց, մոտավորապես նույն բանն ասում է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ձեր գործը չի ինչ ենք անում Հայաստանում, դուք մի բան կարող եք անել Հայաստանի համար։ Մեզ փող տվեք։ Անբարոյականությանը սահմաններ չկան։ Ի վերջո չի տեղավորվում Փաշինյան Նիկոլ եւ բարոյականություն բառերը մեկ տարածքում չի տեղավորվում դրա։ Եվ Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնումից մինչև երիտասարդների ներգրավվածություն, ասում Սյունիքի ջրանց պետք է վերականգնեն։ Ինչ էլ ասեմ, ջրանբար պետք է կառուցեն, չէ՞։ Թուրքիայի մեջ կառուցեցին, բայց փողերը բխսած արդեն այնքան զզվսին չինացիներից, որ չինացիները ամբողջը թողել ու գնացել են։ Հիմա փող են հավաքում ուրիշ ջրանց կառուցելու համար։ Հիմնադրամի նոր ռազմավարությունը ցույց է տալի, թե ինչպես յուրաքանչյուր փոքր ներդրում կարող է դառնալ հայրենիքի համար կենսատու փոփոխություն։ Բա
Ես ուրիշ ձև կասեի, յուրաքանչյուր փոքր ներդրում ներդրում կարող է ցույց տալ, թե ինչքան դեռ հիմար մարդ է մնացել աշխարհոպեկ, որ կարող է սրանց էլի փող տալ։ Ես հիշեցնեմ, 220 միլիոն դոլարից ավել համահայկական հիմնադրամը փող հավաքեց պատերազմի ժամանակ զինվորներին պաշտպանության սաղավարտներ, զրաբաշխումներ գնել համար, այդքան մարդ չմահանար։ Այնինչ մարդկանց տալել էին սպանելու է փողն էլ վերցեցին իրենց խեցին բաժանել։ Ու հիմա նորից։ Այնպես որ ես պատահական չեմ կարծում այսպես։ Հիմնադրամի նոր ռազմավարությունը ցույց է տալիս, թե ինչպես յուրաքանչյուր մարդ, ինչպես ցույց է տալիս, թե ինչպես յուրաքանչյուր փոքր ներդրում կարող է դառնալ հայրենիքի համար կենսատու փոփոխություն եւ ցույց կտա, թե ինչքան հիմար մարդ է մնացել աշխարհի վրա։ Հիմար հայ, որ սրանց դեռ կարող է փող տալ։ Սա իմ ասեք ժողովուրդ ջան, միամիտ չտանեք էլի sense ձեր սրտի վերջի ուզածը տակես տականքներին։ Բարի ամենալայն եւ ամենախորը իմաստով, այսպես լայն եւ խորը իմաստով։ Բարձվում է, մենք ԱԱԾ ունենք եւ ընդ տնօրեն կա Անձանիկ Սիմոնյան անուն ազգանունով։ Ու այսօր տեղի է ունեցել գերիների, պատանների, անհետ կորածների անձանց հասցրով զբաղվող միջ գերատեսչական հանձնաժողովի հերթական նիստ։ Հերթական նիստ։ Միջ գերատեսչական նիստ։ Այ կապիկ։ Դու ընդամենը մի ամիս առաջ էիր Բաքվում։ Հետո քեզանից հետո մյուս կապիկները գնացին Բաքու։ Ու երբևէ ձեր օրակարգում չի եղել հայ գերիների վերադարձը։ Ածից հայտնում են, որ Սիմոնյանը վերահաստատել է, որ անհետ կորածների հարցը դիտարկվում է բացառապես որպես հումանիտար խնդիր, բացառապես։ Սա քաղաքական չի, հումանիտար է։ Պատկերացնում եք, անհետ կորած գերիներ, բան։ Ռազմագերիները դա հումանիտար է, քաղաքական չի։ Ներկայացվել է նախորդ նիստից կատարված աշխատանքները, ձեռնարկված քայլերը ուղղված անհայտ կորածների ճակատագրի պարզումը։ Լուրջ։ Բա այս պահանջող մարդկանց ինչի ծեծեցիք բանեի մոտ։ Ինչի դատեք, ինչի ձերբակալեցիք։ Անձանիկ Սիմոնյան։ Պարզվում է դեռ 44 օրյա պատերազմից հետո 191 մարդու ճակատագիր անհայտ է։ Մոտ 900 հոգի անհետ կորած է համարվում Ղարաբաղյան առաջի պատերազմից հետո։ Եվ 25 թվականի վերջին օրը 23 թվականի սեպտեմբերի 25-ի պայթյունից 22 անձ է անհայտ տված։ Ու առայսօր այդ պայթյունն էլ հետաքննված չի, ո՞նց եղավ այդ պայթյունը, ով պայթացրեց։ Ոչ մի բան։ Վերջում են Ադրբեջանում 23 հայ գերի է պահվում ըստ պաշտոնական տվյալ։ Բայց 191 նոր են։ Հարց։ Ու համ 23 հայ գերի է պահում, համ էլ ամբողջ խնդիրը զուտ հումանիտար է։ Նիկոլն ասել է հանգարց չքաղաքականացնեք։ Ռազմագերիները քաղաքական խնդիր չի։ Անհետ կորածները քաղաքական խնդիր չի։ Ոչ մի բան քաղաքական չի։ Սա հումանիտար է։ Դե որ հումանիտար է, դու Կարմիր խաչը զբաղվի։ Դու ինչ գործ ունես։ Դու ինչ գործ ունես, մանավանդ նոր ես եկել Ադրբեջանից։ Մանավանդ նոր դելեգացիա գնաց եկավ, իրանք էլ ստեղ էին։ Դե հումանիտար։ Դու ինչ զբաղվելու բան չունես, ով է տեսել ԱԱՑ-ն հումանիտար հարցերով զբաղվի։ Չնայած Հայաստանում ԱԱՑ-ն ինչով ասես կարող զբաղվի։ Բացի իր գործերից։ Եթե հիշում եք այս ԱԱՑ-ի աշխատանքի վերաբերյալ, ես իրանց այս էմոցիա են տվել։ Իհարկե, եթե դա կարելի է ցույց տալ, այդ ապացույցը, որ Կոչարյանը ագենտ է։ Դրա մասին ես հաղորդում արեցի, չէ՞։ Բայց ես ուզում եմ լսեք մասնագետի նաև։ Ու այդ մասնագետը ոչ ավել ոչ պակաս Արտուր Վանեցյանն է։ Հա, ինքը ԱԱՑ պետ է եղել ու ինքը ինչն ասես, չէ՞, ես կադրավոյ չեկիստ եմ։ Ինքը կադրավիկ չեկիստ է։ Ամեն դեպքում ինչ որ ասում է հիմա, ինքը ասում է իրականության մեջ որպես կադրավիկ չեկիստ։ Լսեք։
Այդ հրապարակման հիմա ներողություն այն 10 տիրադավները սրբազան կոչեցյալները չնայած դրանց մեղքա սրբազան կոչելը դուք վստահ եք որ նրանց մեջ բոլորը անթերի կենսագրություն ունեն անթերի կենսագրության վրա վստահ չեմ բայց չգիտեմ իրենք անվտանգության մարմինների հետ ունեցել են հարաբերություններ թե ոչ վստահ եք չէ որ անվտանգության մարմինների գործակալական ցանցը կա նաև հայ-առաքելական Սուրբ եկեղեցում Եվ ինչու կա դա իրեք ոնց ինչու կա որովհետև լիքը հարց որովհետև եկեղեցին դա հայապահպան կառույցներից մեկն է եկեղեցին Հայաստանի Սփյուռքին եւ Հայաստանին միավորող հիմնական կառույցն է որովհետև հատուկ ծառայությունները ինչպես պետք է աշխատեն Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի Թուրքիայի այլ երկրներ ինչպես պետք է աշխատեն իրանք էլ պետք է փորձեն եկեղեցականներին մեր եկեղեցականներին հավաքագրեն օգտագործեն մարտիկներ դնեն եւ մենք էլ պետք է դրան կարողանանք դիմակայել դա հակազդման գործառույթ է հիմա բա որ վաղը Նիկոլ Փաշինյանին պետք լինի օրինակ ինչ որ մի հոգեվորականի անուն հնչեցնել որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության անվտանգության մարմինների գործակալ դուք հասկանում եք քանդում են ամբողջությամբ պետության հիմքերը եթե անվտանգությունը մեր մոտ խարխլվում է եթե անվտանգություն չի լինում պետություն չի լինելու իսկ անվտանգության աշխատակիցները այսօր ես գիտեմ ներսից գիտեմ բոլորը մեղմ ասած տարակուսած են լավ ինչպես է տեղի ունենում Իմը չես որ ասեցի որ եթե մեկ ագենտ է իր անմիջական կուրատորից բացի դա ոչ ոք չի կարա իմանա չի կարա իմանա ուղակի կարող նույնիսկ իր անմիջական շեֆը չի կարա ունենա սրանք վերցը տեղեկանք են ցույց տալի լյուստրացիա է կանել եթե սկսեցին ցույց տալ ոչ մեկ չի համագործակցի հապուշ չեն կառույցն են քանդում ընդ որում Այս որ իրանք ցույց են տվել դա 86-88 թվականների փաստային բան է եղել։ Իբր տեղեկանքը 86-80 դա ուրիշ երկիր է։ Դա ուրիշ երկիր է։ Դրա ժառանգորդներ Հայաստանի ԱԱՑ-ն է։ Եթե հիմա այդ մարդը Հայաստանի ԱԱՑ-ը աշխատող է կամ ԱԱՑ-ի հետ է համագործակցում, իր հանցագործությունը ո՞րն է։ Այն ժամանակ Հայաստանի պետություն չի եղել, չէ՞։ Հայաստանի պետությունը հետո սկսեց 91 թվականին այդ կառույցի շարունակությունով այսպես հա եթե ԱԱՑ-ի Հայաստանի ԱԱՑ-ի հետ չի համագործակցում այլ մնացել է FSB-ի ռուսական հեբա դռնեք դատեք 7 տարի իշխանություն խոտ եք ուտում փաստորեն դուք պահել եք բոլեսօրի պես ցույց տայք ըստ նսեք ինչ ասում Ինչու եմ այս հարցի կոնտեքստում շարունակում, որովհետև դրանից մոտավորապես 1 կամ 1.5 ամիս առաջ, երբ եղավ առաջին անգամ այդ հայտարարությունը, որ Եզրասար arczepiskopos KGB-ի գործակալ է Նիկոլ Փաշինյանի շուրջ եթե չեմ սխալվում, վարչապետը դրա մասին առաջինն ասաց, դրանից հետո Civilnet օրինակ հարցում էր ուղարկել ազգային անվտանգության ծառայություն եւ այդտեղից պատասխանել էին, որ դա անձնական չէին ասել կա չկա նման բան առհասարակ, ասել էին դա անձնական ուրեմն դա գաղտնիության որոշակի էլեմենտ է։ Պատկերացնում եք լուրջ բանը հայտ են ուղարկել պատկերացնում եք հարցում ասենք KGB-ն է պետք է ասել հա ինքը գործակալ է հետո ասում KGB-ն ոչ KGB-ն Հայաստանի անվտանգության ծառայություն հա թե ռուսական այդ ճիշտ է որովհետև Հայաստանի անվտանգության ծառայությունը դա ռուսական KGB-ի մասնաճյուղն է դա ձեր մասնաճյուղն է այտենց հա այտենց եկել է միջև այն այտենց գնում է ներկայ այնտեղ չեն կարող հրապարակել նման փաստաթուղթ, որովհետև անձնական կյանքին է վերաբերում եւ այլ եւ այլ։ Եվ 1 ամիս կամ ամիս ու Հիշում եք ոսկե հորտ ասում, բա ամեն մի նամակ գրողին որ մի հորտ տան, բա ես ում նամակ գրեմ։ Հիմա ամեն մի նամակ գրողին որ ասեն էսի ագենտ է, թե էսի ագենտ չի, էսի ագենտ է, էսի ագենտ չի, չհասկացա։ Բա ինչ ԱԱՑ-ը։ Հետո եթե ագենտ չի պետք է ասեք, մի անգամից անեք լյուստրացիա արեք, մեռանք ասելով։ Անեք լյուստրացիա արեք Դանով ավարտի կինը։ Կես հետո դա հրապարակվում է։ Այ այդ որոշումները ինչպես են կայացվում, ասեմ, դուք այն որ եղել եք ղեկավար, դա ինչպես է տեղի ունենում։ Մի անգամ մի դեպքում ասվում է դա գաղտնի է, մյուս դեպքում ասվում է ոչ։ Ոչ ԱԱՑ-ում ոչ մի որոշում չի կայացնում։ Ես առիթ ունեցել եմ ասելու։ Ես բոլոր այսօրվա պետական պաշտոնյաներին, նախարարներին, չգիտեմ, մնացածին կապ չունի անուն ազգանուն ինչա։ Դիմակը դրեք Նիկոլ Փաշինյանի եւ համարեք որ Նիկոլ Փաշինյանն այդ որոշումները կայացնում։ Իսկ որոշումները կայացնում է պահի ազդեցության տակ։ Այս պահին պետք է որ այդ աղմուկը բարձրանա տեղեկատվական, ուրեմն կայացնում է։ Լավ, եկեք մի հատ հիմա կոնկրետ անցնենք Եզրախ Սրբազանին հնչեցվող այդ մեղադրանքին։ Ասում են Եզրախ Սրբազանը 86-88 թվականներին համագործակցել է ՊԱԿ-ի հետ, KGB-ի հետ։ Ես չեմ ուզում ոչ հերքեմ, ոչ հաստատեմ, ոչ ասեմ եղել է, չի եղել, բայց մի
Կարևոր հարց կա։ 86-88 թվականներին Հայաստանը որ երկրի մեջ էր մտնում։ Խորհրդային միության։ Հիմա խորհրդային միության անվտանգության մարմինների հետ համագործակցությունը դա ինչ որ ամոթալի արարք է, թե ոչ։ Նայելու համար։ Դա մեկ, երկրորդը, այնտեղ կարևոր երկրորդ մասը կա, ասում է, նաև տեղեկություններ կան, որ մինչ օրս համագործակցում է ռուսական չի ասում, օտարերկրյա։ Օտարերկրյա դե ասելով, բա ինչի՞ չեք ձերբակալում, նոր իմացաք դրա մասին։ Նոր իմացաք։ Չասեմ։ Տեղեկություններ կան, այդ մասին մամուլով գրում է, տեղեկություններ կան։ Այդ տղա, այդ տեղեկությունները մամուլով չեն գրում։ Դա օպերատիվ տեղեկություններ, հոդուք սկսած հիվանդ են սրանք։ Դուք պատկերացնում եք սրանց տեղեկություն տվողը, եթե այդպես տեղեկություն կա։ Իմանա, որ ինքը տեղեկություն են տալիս, սրանք մամուլով գրում են։ Օպերատիվ տեղեկությունով է մամուլով գրում։ Կամ եթե կա, գտել եք, ձերբակալեք։ Ինչ չեք ձերբակալել։ 7 տարիների ընթացքում իշխանություն եք համարել 8 տարի։ Ինչի՞ չեք ձերբակալել։ Ես եթե ունենայի կձերբակալեի, անկախ նրանից դա ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչ է, թե Ամերիկայի, թե Եվրոպայի, թե Իրանի, թե չգիտեմ որտեղի։ Լավ քիչ են անում։ Իսկ հիմա հաջորդը, խորհրդային միության ժամանակ դուք եք ապրել, ես էլ եմ ապրել, շատ մարդիկ ապրել են երիտասարդները, ովքեր չեն ապրել։ Խորհրդային միությունը մի երկիր էր, որտեղ մարդ ով պետքա երկրից դուրս գնար, դերասան կլիներ, գիտնական կլիներ, հոգևորական կլիներ։ Բոլորը անցնում էին այն ժամանակվա ՊԱԿ-ի KGB-ի ստուգումներով եւ KGB-ն էր թույլտվությունը տալիս մարդկանց մեկնելու։ Եվ շատ դեպքերում այդ թուղթը տալիս էին, ասում էին ստորագրեք, որ մեր հետ համագործակցում եք։ Ախր դա հիմա եթե սկսենք բացահայտել, իսկ ես գիտեմ շատ մարդկանց անուններ, ովքեր հանդիսացել են ԽՍՀՄ տարիներին ՊԱԿ-ի գործակալներ, անվանի մարդիկ, անվանի հերոսներ, չգիտեմ, որ նկարները մարդիկ կծրած ասում են, որ այ մեր ազգը պետք է այս մարդուն նմանվի։ Հիմա ասում են Եզրափ Սրբազանը ՊԱԿ-ի գործակալ է։ Դու այս պատմության մեջ դա ընդհանրապես կարևոր չի։ Եզրափ Սրբազանի ոչ հեղինակությունը դրանով բարձրանում է, ոչ հեղինակազրկվում է։ Բայց անվտանգային մարմինների աշխատանքի հիմքն է խարխլվում։ Մեր տղաները հիմա դիմում են ազգային անվտանգության ծառայության օպերատիվ կազմին։ Տղերք ոնց եք հավաքագրում անելու։ Ոնց եք գնալու մարդուն, ասեք մեր հետ համագործակցի։ Վստահելով ձեզ անվտանգության մարմիններին, որ ինչ որ մի օր մի պետությունից չհասկացող մարդու կմահաճույքի եւ PR ակցիայի համար իրանց անունը չի հրապարակվելու։ Իսկ եթե այդ համագործակցությունը չեղավ, հավատացեք, անվտանգության մարմինները լինելու են 0։ Դուք խոսում եք անվտանգության համակարգի խարխլման մասին, բայց շատ երկրներ կան հետսովետական, որոնք այդ լյուստրացիա ասածը իրականացրել են։ Այսինքն գիծ են քաշել մինչև խորհրդային միության ավարտի շրջանը եւ դրանից հետո իրենց անկախության շրջանը հրապարակել են մարդկանց անուններ, որոնք համագործակցել են սովետական ՊԱԿ-ի հետ եւ ասել են, որ այսուհետ այս խաղի կանոնները փոխվում։ Պրիվատիկայի երկրներ օրինակ։ Այնտեղ անվտանգության համակարգը խարխլվել է։ Որոշումը այնտեղ կայացվել հենց սկզբում, ոչ թե ընթացքում։ Սկզբում ձևավորվել են 3 պետություններ, բալտյան երկրները 3 առանձին պետություն անկախ ձևավորվել եւ նրանք որոշում են կայացրել, որ պետք է հրապարակեն։ Հիմա եթե տենց որոշումը ստեղ կայացվում, թող համընդհանուր որոշում կայացվի եւ հրապարակվի։ Իսկ ինչի չեն կայացրել այդ որոշումը։ Մի քանի պատճառ կա Հայաստանում։ Իհարկե։ Ինչ որն է պատճառը։ Նախ այն ժամանակ, երբ որ Հայաստանը անկախացել է դարել առանձին պետություն, այդ ժամանակ որոշումը չի կայացել։ Չգիտեմ ինչ պատճառով չի կայացվել, չեմ էլ ուզում ասեմ, ճիշտ է եղել, սխալ է եղել։ Ես կարող եմ ասել, Լևոն Պետրոսյանի, որ ասեցին լյուստրացիա, ասեց մեր անվտանգությունը կխարխլվի դրանով։ Հոյինք իր մասին չէ լյուստրացիա անելու։ Մեր անվտանգությունը կխարխլվի։ Լեհաստանն արեց, Լեխ Վալենսիան լեհական ազատագրական շարժման առաջնորդը ինքը խոստովանեց, որ ինքը ՊԱԿ-ի հետ համաձայնություն է եկել։ Ինքը ՊԱԿ-ի գործակալ է եւ ինքն առաջինը խոստովանում, որ դա եղել է։ Եվ ինքը բացեց բոլոր արխիվները։ Մենակ պրիվատիկան չէ, Լեհաստանն էլ է դա արել։ Լևոն Տեր-Պետրոսյանը ասաց, չէ, դա մեր անվտանգության համակարգը կխարխլվի։ Բայց եթե հիմա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որոշել է այդ լյուստրացիան անի, թող միանգամից անի։ Ինչի է պահում, թող օրենք ընդունի լյուստրացիայի մասին, օրենք։ Որից հետո այդ լյուստրացիան անի։ Քիչ են անում։ Ինչի են տեղային ինչ-որ մի բան վերցնում, հանում, դնում։ Դուք ասում եք Civilnet-ը հարցում արեց, չպատասխանեցին, Civic-ին պատասխանեցին, որտեղ այդ ժամանակ պետք չէր, հիմա պետք է։ Նույնիսկ Միքայել Աչապյանը
2 տարի առաջ մի հարցազրույց ա տվել, որտեղ ինչ-որ բաներ ա ասել, դրանից հետո հարցում են ուղարկում, հարցում չէ, հաղորդում են ուղարկում հանցագործության մասին անվտանգության մարմինները եւ դատախազությունը հայտարարում է, որ հանցակազմ չկա այդ մարդու ասացի մեջ, հետո հենց Միքայել Սրբազանը ինչ-որ մի բանով դուրները չի գալիս։ Իրավիճակն է փոխվում։ Իրավիճակը փոխվում, ինչի են հիմա կալանավորված մեր սրբազանները։ Սկզբից մտածում էինք, չգիտեմ, օրինակ Բաղդադ Սրբազանին մեղադրում էին ահաբեկչություն կազմակերպելու մեջ, Միքայել Սրբազանին մեղադրում էին այդ ինչ-որ բռնության կոչերով իշխանություն զավթելու։ Արշակ Սրբազանին մեղադրում են անհասկանալի ինչ-որ 2018 թվականին կներեք դրսի լեզվով ասեմ, պլանը ջեբը գցելու մեջ, Մկրտիչ Սրբազանին մեղադրում ինչ-որ անհասկանալի բան։ Գիտեք չի են արել։ Այդ սրբազանները կանգնած են հայ առաքելական եկեղեցու կողքին, իսկ հայ առաքելական եկեղեցին տարանջատել հայրապետից անհնարին է, եւ իրենք ունեն այն ազդեցությունը եւ այն հարգանքը հոգեվորականների շրջանում, որ կարող էին խափանել Նիկոլ Փաշինյանի այս 10 իրադավներով եկեղեցին զավթելու process-ը։ Վերջ։ Ու դրան զուգահեռ այսպիսի մի բիձա կա, որ կաթողիկոսին ինչ է պատրաստվում ասում, քարով գլուխը ջարդենք։ Պարզում այդ քարով կաթողիկոսի գլուխը քարով ջարդողը ոչ ավելի ոչ պակաս դատախազի քերին է։ Դու պրոբլեմ չունես, եթե դու դատախազի քերին ես, դու կարաս կոչանես կաթողիկոսի գլուխը քարով ջարդելու։ Հա? Եթե դու դատախազի քեր չես եւ հələ կաթողիկոսը տուն չի կանդել է, բայց ասենք անազգանուն Վարդան Հակոբյանը, երբ որ դու ասում ես ով հայ մարդու տուն մտնի ասի տնից դուրս արի, իրան պետքա սատկացնել տեղում։ Ինչ տարբերություն թուրքն է քեզ տնից զրկում, թե ազգանով հայ է։ Դրա բարի վրա քրական գործ կա։ Ես ոչ չէի գլխի ընկել, որ այտենց հայտարարության համար դու պետք է անպայման դատախազի քերին լինես։ Ուղղակի իմ քրոջ երեխեքը բարոյական մարդիկ են, սենց ես չէի կարել իր քերին լինել։ Չէի կարել։ Իր քերին այտենց պետք է լինի, էլի։ Ունենց ստացվում որ իրանք իրենցով են, այսինքն իրենք իրենցով են։ Ամեն ինչ կարել է իրանց։ Ամեն ինչ։ Վիզը կտրելու հայտարարություն, պատվանները կողելու հայտարարություն, գնախանութները ձև գտի փագի, հա։ Ձև գտի փագի։ Սաղեր Կարապետյանն ասում է, դե մենք մեծ ձևով կանենք։ Իրան դատում են։ Վարչապետն ասում է, ձև գտեք այդ խանութները փագեք, ուղիղ ցույցում են տալի անօրինական գործողությունները իրան ամեն ինչ կարելի է։ Ու ասենք մի հատ անբարոյականի շերտ կա, սենց շերտ, չգիտեմ ինչքան հասնել ինչքան բարը, կա այդ շերտը, չէ։ Ինք այս տարբերությունները չէր հասկանում։ Չէր մտածում, ուղիղ չունի որ մտածել, ինքը ինչով մտածի։ Իա որ ասես կասի դե իմանի վարչապետը իրավունք ունի։ Դա այդ կենթանուն բացատրի, որ քո նման կենթանու համար է ինքը վարչապետ, որը ամեն ինչ իրավունք ունի։ Սահմանադրորեն այդպես չի։ Սահմանադրությունը թույլ չի տալի։ Ըստ սահմանադրության ճիշտ է դու կենթանի ես, բայց ինքն էլ է քո նման կենթանի։ Նույն իրավունքներ ունի, ինչ որ քեզ նման կենթանի։ Իր համար դա հասու չի։ Իր համար ինքը կենթանի է, ինքը թագավոր։ Հասկանում եք։ Ողբերգություն ինչու՞մ է կայանում։ Ես էլ գալում են հայտնը։ Ասում եմ, եթե անցած կիրակի վարչապետը չի մասնակցել պատարագի, ուրեմն ես էլ չեմ մասնակցել։ Օրվա կուրսով պատարագ չի է։ Օրվա կուրսով է ինքը հավատացյալ։ Մարգատն է, էլի, աշխատումը չի աշխատում, աշխատումը չի աշխատում։ Ես ասում եմ, չէ, սրանք վերջանալու են այն օրը, երբ որ վերջանա Փաշինյան Նիկոլ։ Սրանց խոսակցությունը, թեմաները վերջանալու է այն օրը, երբ որ վերջանա Փաշինյան Նիկոլը։ Այսօր միտեղ հարցազրույց է տալի, չէ՞, արդեն հիշում որտեղ ասում է, այս հանրային կարծիք, հանրային պահանջ բան ասում են, ընկեր ջան, չկա հանրային կարծիք, հանրային պահանջ։ Կա հանրային պրոպագանդա։ Ու դա վերջանում է այն օրը, երբ որ վերջանում է Փաշինյան Նիկոլը։ Չկա հանրային կարծիք։ Որ հանրությունը բենզին է ազում կամ հանրությունը կաթողիկոսի հրաժարական է։ Չկա դեսպան։ Այսօր ուզում եմ բառը չուզի չի ուզելու։ Բառը Նիկոլ Փաշինյանն ասի կաթողիկոսը մեր ասվածն է, այս հոտը նույն ձևի ասելու է։ Բա հոտի գործը կրկնելն է։ Հոտի անդամը
Ոչ չի որոշում այդ հոտը ոլորությամբ պետք է գնա։ Ինքը գլուխը կախ ուտելով գնում է։ Դիմացինը ուր գնաց հետևից գնում։ Իմ ասում եմ, անցած գիրակի չի աղոթել, ես չեմ աղոթելու։ Տիպիկ զտալու կպայականը։ Սայնենք։ Այս վերջերս վարչապետի այդ կառավարության լիստն եմ նայում ու մի հատ sense բան է հնչում այդ խանութի մասին։ Չգիտեմ խանութը ումնա ով է տերը, բայց խոսքս ուզում եմ ուղղել ոչ թե վարչապետին, այլ այդ դուխով տղեկին, կենտրոնական բանկի կառավարիչ, էկոնոմիկայի նախարար, ՊԵԿ-ի նախագահ եւ ֆինանսների նախարարին։ Տղեկ, դուք այդ գերազանցիկի սինդրոմը եփեք ոնց որ հաղթահարելու ձեր վերադասին հաճոյանալու համար վնաս եք տալիս սովորական խանութներին։ Ես դա ասեցի, չէ՞ դուք ինչ եք։ Այն շները որ ասում է գրա բազի էս արա, բազը մանում են։ Առանց հասկանալու իրանք դա իրավունք ունեն, թե չունեն։ Որովհետև հետքը նույն խանութի մասին գրել էր, որ սենց բանկա, պրակտիկա կա իրանց մոտ։ Ասել էին դա օրինական է։ Որտեղ խախտում չկա։ Ինք իրավունք ունի զեղչ անելու կանխիկի դեպքում։ Բայց նույն բանը ասում է Փաշինյան Նիկոլը, հաստորեն դրանք պուլտով կառավարվող կենթանիներ են, էլի։ Պուլտով սմատնովայ, բազի ձև գտեք, փակեք ու բազում անում են։ Մեկ առավոտ խոսացել ենք դրա մասին։ Դժվար էր այնտեղ բացատրել, որ խանութը ոչ թե պետությանն է խաբել, այլ ընդհանրապես գոյություն ունի տարբերություն կանխիկ վճարելու եւ քարտով։ Այդ տարբերությունը, որ ասել են, դա ընդհանրապես բանկային կոմիսիայի մասին էր, որը մինչև 2.5% է։ Սա ասեմ այս հարցով մեջները դուք գտեք ու ծառայեք ժողովրդին, ոչ թե ծառայեք ձեր էգոներին կամ ձեր վերադասին։ Ինչ վերաբերվում է առաջարկին, ուրեմն մենք ունենք մի քանի սուպերմարկետներ, որոնք սպասարկում են մի քանի ընտանիքների համար եւ գնալով մեծանում են։ Տեսեք, Աննա Հակոբյանը ասում է բոյկոտեք ուտուտ սուպերմարկետին, շարունակությունը ասեմ, նաեւ Ծիրանն է նույն մարդունը, եթե չգիտեն բնակչությունը, բոյկոտելուց բոյկոտեք, բայց ես միշտ դեմ եմ եղել բոյկոտելուն, ավելի շատ կոնստրուկտիվ առաջարկ եմ ուզում անեմ։ Եկեք սահմանենք որոշակի ժամեր կամ կիրակի օր սուպերմարկետները չաշխատեն, ասենք երեկոյան ժամը 10-ից հետո, խթանենք մեր փոքր տնտեսվարողներին բոլոր, սկսենք մեր համայնքից Երևան։ Չէ, եղբայր։ Սուպերմարկետները դրա համար չեն ստեղծված, որ իրենք խթանեն ինչ որ մեկին։ Սուպերմարկետները ստեղծված են դրա համար, որ խեղդեն փոքր առևտուրը, այնպես որ դու բոյկոտ չես անում, ես եմ բոյկոտ ասում։ Բոյկոտեք մեծ խանութները, բոյկոտեք հարստացնել օլիգարխներին։ Դրանք բոլորը ծառայում են այս իշխանություններին։ Դուք ձեր գումարով քաղաքականություն եք իրականացնում։ Եթե դուք չեք ուզում դրանք դառնան, ինչ ասեմ, կրակուպատիժ մեր բոլորի գլխին, չնայած արդեն դարել են։ Դադարեք սնել դրանց։ Դադարեք սնել, հասկանում եք, որ ժողովուրդն է սնում իր դահիճին։ Դադարեք։ Օգտվեք բակի խանութներից։ Իսկ հիմա արագ միջազգային նորություններին կամավորնանք ու վերադառնանք էլի Հայաստան։ Նետանյահուն էլի կապելա Տրամպից, որ անպայման շուտապույտ կերպով պետք է խփել Իրանին։ Չի դադարում։ Դա է բացատրի, որ Տրամպը քո հավեսը չունի, այ ինգեջան, ինքը մեծ բանի մեջ է։ Էլի ես նկարներից հա դուրս եկել, պարզվում է, նայեք, երեխեքի հետ է։ Լրիվ երեխեքի։ Սա պետաֆիլ է։ Սա համար Ամերիկայի օրենքներով իրան հասնում է 20-ից 25 տարի։ Էփշտեյնն էլ դրա համար դատվել այդ բանով, կինն էլ։ Իսկ սա բանն է, նայեք։ To breaking news, House Democrats are releasing a host of new photographs from the estate of the late sex predator Jeffrey Epstein. Among the new images are pictures of President Trump and President Clinton. The context of the photos not known. In a statement. Nay, Trumpն է։ Երեխեքի հետ։ Ու Քլինտոնը։ Հիշում եք Քլինտոնն ասում էր բացեք բոլոր արխիվները, բացեք։
From Democrats on the House Oversight Committee, they say lawmakers have received 95,000 new photos from Այսքանից հետո 95,000 նոր բաներ ա դուրս եկել։ Ֆոտոներ են լսել ինտերնետ։ Ու բոլոր տեղեր, պատկերացնում եք ինչքան ա տեղեր, 95,000 նոր ֆոտո։ Իսկ Նետանյահուն կպել ա, ասում ա, ախպեջան, արի խփենք Իրանին։ Առանց հասկանալ, որ իմ մեկն էլ լինի հիմա Իրան փրկի, ինքը կարա Իրանին խփի հիմա։ Բայց ված չէ լինի, անկարծ մի հատ էլ այդպես բան լիներ, Նետանյահուն հայտնվեց այնտեղ, որ պետք է որ ինքը բաղուս հայտնված լիներ։ Այսպիսի մի նորություն կա, Մասկը խոսել է Նետանյահուի հետ, որ Իսրայելը կարող է դառնա համաշխարհային արհեստական բանականության լիդեր։ Ինքը արդեն լիդեր է։ Ոչ միայն արհեստական բանականության, այլ նաև ամբողջ կոմպյուտերային համակարգը, ինչ եթե դուք չեք օգտագործում չինական նոր սերնդի կոմպյուտեր կամ հեռախոս, ուրեմն ձեր հեռախոսը վերահսկվում է Իսրայելի կողմից։ Արդեն բոլորը, ամեն ինչ, ես հիմա խոսում եմ, ես հեռախոսը վերահսկում, այս կոմպյուտերը վերահսկվում է Իսրայելի կողմից, հեռախոսս վերահսկվում է Իսրայելի կողմից։ Չինաստանը նոր կարողացել է նոր բան ստեղծել համակարգ, նոր software, որը անկախ է եւ դեռ Իսրայելը այնտեղ բան չունի։ Եվ իրանք արագ անցնում են։ Դա վերցրել է տեխնոլոգիաները նաև Իրանի մոտ կիրառվում, հա։ Ու Իլոն Մասկը վերցրել է առաջարկել է, որ Իսրայելը կարող դառնա գլոբալ արհեստական բանականության լիդեր։ Սա նշանակում է համաշխարհային գաղութացման նոր փուլ։ Կրկին գաղութադար Իսրայելի գլխավորությամբ։ Սա կլինի խայտարակություն։ Խայտարակություն։ Ես չգիտեմ Իլոն Մասկն չի ագնում դրան։ Բայց եթե սա անի, նշանակում է մի օր հանգիստ կարա X-ն էլ վաճառի, որ մեծ հարված կլինի համաշխարհային դեմոկրատիային, ազատ խոսքի։ Հուսով եմ սա չի իրականանա, բայց տեսնենք։ Սա լսենք։ On the show, as always, the meeting between Trump and Netanyahu, we're, by the way, kind of waiting to see if the president comes out this hour with the prime minister to give us some more headlines. In the meantime, this is about next steps in Gaza, Danny. What do you believe is happening with the next steps? I mean, it's kind of... Սա Իսրայելի դեսպանը Ամերիկայի մեծ համակարգն է, խոսում են Գազայի մասին, որ Գազայի հարցերը պետք է լուծվի ամբողջ Համասի կազմալուծման։ Սա պնդում է նաև Թրամփը։ Ինչ է Համասը։ Համասը այն ուժն է, կուսակցությունը, շարժումը, որը ստեղծել հենց ինքը Իսրայելը, ֆինանսավորել է հենց ինքը Իսրայելը։ Հենց ինքն է ստեղծել, ինքն էլ ֆինանսավորել է հարյուրավոր միլիոններ ներդնելու դիմաց։ Հիմա ասում է, քան էտիկա, ես պետք է քանդեմ։ Այս կուսակցությունը կա, չկա, ոչ մեկ չգիտի քանի հոգի են մնացել, ովքեր են մնացել, ինչ են անում, բացառնակապես ոչ մի ինֆորմացիա չկա։ Բայց ինքն ասում է, դեռ կա, ես պետք է քանդեմ էտիկ։ Նույնն էլ ասում է Թրամփ։ Եվ իրար որոշել են, որ համասարը կա, վտանգայինից ներկայացնում եւ քանենի կա, պետք է ամբողջովին ավիրել Գազան։ Վերջում եկը մնա մի հատ մեծ անապատ, եթե իհարկե մարդ մնա այդ փլատակների տակ, որը բուլդոզերով կմաքրեն եւ վերջապես կսարքեն այն ինչ որ Թրամփը եւ իր մյուս բաները, այդ շինարար ընկերները երազում են։ Հյուրանոցային քաղաք։ Այնպես որ այս պարագայում հույս ունենալ միջազգային իրավունքի վրա, որ Հայաստանի միջազգային իրավունքով պաշտպանողներ են լինելու, օրենքներ են աշխատելու։ Մենք սարսափելի փուլում ենք։ Ոչ միայն որ միջազգային իրավունքը չկա, այլ սարսափելի փուլում ենք, որ Հայաստանի ղեկավարումը մարդ, որին մարդ կոչել հնարավոր չի, դա հանցագործ է։
հանցագործ, ոչ թե վատ մարդ է ուղղակի, նա հակա մարդ է եւ նաեւ հակահայ երկուսը միտեղ։ Սա լսենք։ Դուք ամեն րոպե զգում եք, որ կարող է վտանգ լինել, թե հիմա մի քիչ ավելի խաղաղ է։ Հիմար եմ, ինչ է, որ չես գամ, եթե սարի վրա կայնած են թուրքերը, ամեն րոպե դու չես զգա, եթե դուք Փաշինյանը ասում է, արդեն խաղաղություն են։ Ախ, ասելը քիչ է ասում է։ Ասելով ինչ կլի ասում է։ Ես էլ ասում եմ, ես միլիարդատեր եմ։ Քիչ եմ միլիարդատեր։ Դա ջերմուկի մնակիչն ասում։ Ես ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, ում բերանից կլսեք խաղաղություն բառը, դուք գործ ունեք կատարյալ ցականքի հետ։ Այսինքն ինքը ինչով է ինքը կատարյալ, որ ինքը իր վարձի դիմաց մի ամբողջ պետություն, մարդկանց ճակատագրեր, կյանքեր հռումա դահիճի ոտի տակ։ Հույս ունենալով, որ դրա դեմ իր ստացած գումարը բավական է լինելու իրան փրկվելու համար, բայց մնացած 2-3 միլիոնի հետ ինչ կլինի, այդ իր հետաքրքրությունների մեջ չի մտնում։ Դրա համար ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, դուք ձեր դեմ դիմացնեցում եք կատարյալ տականք, անմնացորդ։ Իշխանության հրապարակած փաստաթղթերին, որ եզրած Ոչ, ընդհանրապես իշխանությանը չեմ հավատում եւ ատում եմ, ոչ թե չեմ հավատում։ Այս կինը նույնիսկ չլսեց հարցը, իշխանությունը ասեցին մի անգամից ոչ, ես ատում եմ, ես ոչ մի բանի չեմ հավատում։ Դուք գիտեք ինչքան չարչարանք էր պետք ներդնել, որ այս մարդկանց հասցնել այս վիճակին։ Ինչքան աշխատանք էր պետք ներդնել, որպեսզի իրոք այս մարդկանց հասցնել այդ վիճակին։ Ու նա հրաշալի արել է, որ մաքսիմալ արժանան այս մարդկանց ապելության։ Օբյեկտիվորեն։ Այդպես, մեկ իշխանության հրապարակած փաստաթղթերին, որ եզրած Ոչ, ընդհանրապես իշխանությանը չեմ հավատում եւ ատում եմ, ոչ թե չեմ հավատում։ Այդպես, մեկ իշխանության Ասում է ինչու ասում է այդպես։ Ինչ բասացու ես մարդը, որ մեկին, որ մի փաստի մասին խոսի։ նորմալ է, որ իշխանական մտավորականն առաջարկում է Հայաստանում ճիպոտահարելու պատժամիջոցը ներդնել։ Իր համար, հա։ Նորմալ է, որ Լավ ասեք, իր համար։ Ես ասում, դրա համար պետք է երկու բան լինել, կամ դու տերթոդիկի մեթոդիկ իրար օրնես, կամ էլ ոքի այլասերված մեկը, որը իր կյանքում այդ ճիպոտն օգտագործում է, հասկացաք ինչ մասնակցը։ բարոյական է, որ կառավարության նախաձեռնությամբ Ադրբեջանից նավթ է ներկրվում այն ժամանակ, երբ Բաքվում գերիներ ունենք։ Ինքին շիզոֆրենիկ անձնավորություն ու ուրիշ ոչ մի։ Քնի ձարտնի ոնց ուզի թելադրի։ Ինչ բարոյականության մասին կա, այս երկիրը կործանում է, ազգը պետք է ելնի ոտի, առաջուց իրանց վերջ չտա։ Նոր հասնի Ադրբեջանի։ Առաջուց իրան ստեղի թուրքերին վերացնի։ Հենց կոչեցան իսկի չգիտի հարապով ինչ ասում են, քանի զոհ ենք տվել։ Այդ այնքը, այդ պետության փողերն են լավ էին 90 թվից, որ գրզոյա դառել։ Քոչարյանի բան են ասել, ինչա Քոչարյանի վախտը Լևոնից հետո մութու խավար, գազը եղավ, ջուրն եղավ, հոսանքն եղավ, ինչ ապրում էին մարդիկ։ Այ, սա տեսել եք։ Անգլերենից թարգմանեմ։ Երջանիկ թուրքական ծաղրածու կլոն։ Իսկ հիմա լսենք սա մասին ինչ է ասում Սերգեյ Դանիելյանը։ Եվ եթե վարչապետը, երկրի ղեկավարը ռաբիզի տակ, ուր գնաս, հետո կգամ, ուր գնա պարումա, դա խնդիր է։ Եթե նա վարչապետ չլներ, դա խնդիր չի, ստեղի կը ռաբից գյադեք կան, ստեղել, ամեն տեղ բան, նորմալ է, ասենք, դա էլ է երաշտություն, ես ոչ մի բան չունեմ ռաբից երկիչների նկատմամբ, ընկերներ ունեմ, ասենք, կոլեգաներ, որոնք որ ռաբից երաշտություն են նվագում, աշխատում են, դա էլ իրանց մշակույթն է, բայց չեմ կարողանում ընդունեմ, որ ասենք
կարող է ասենք վարչապետը դրա տակ բարի, հասկանում եք։ Այդ անկեղծ հարց ունեմ Սերգեյ Դանիելյանին եւ ընդհանրապես բոլորին։ Հարգելի Սերգեյ Դանիելյան, սա առաջի դեպքն է, որ հասկացել եք ինքը ով է։ Առիթ չի եղել միջինը։ Իրա ամբողջ խոսակցականը, շարժը ձևը, միմիկաները, լեքսիկոնը ամբողջ է դա։ Ամբողջ է 7 տարի ինքը դա է։ Ինչա նոր այդ մեջտեղի աչքը բացվեց իմաստության։ Հա, որովհետև հետևողականորեն 7 տարի դուք լղոզել եք բոլոր սուր անկյունները։ Դե ապուշա չի հասկանում, չէ, նա ապուշ չի, նո հասկանում է։ Նա հանցագործ է, պարոն Սերգեյ։ Հիմա այդ ռաբիզից եք ներվել, որ դա խնդիր է, այո, դա խնդիր է։ Խնդիրը այդ երկը չի, խնդիրը այդ որակն է, որ բոլոր հարցերը լուծում է այդ որակի մեջ։ Այ այդտեղ է խնդիրը, ու այդ խնդիրը 7.5 տարի արդեն հեսա կլինի 8 կա, եղել է։ Թույլ տվեք նկատել, որ այս ամբողջ ընթացքում դուք համարել եք ապուշներ, հիմարներ, անգդագետներ չեն հասկանում ինչ են անում։ Չէ։ Ամեն ինչ հասկացել են, ապուշի հիմարել չէ։ Պարապած թշնամի է։ Թշնամու գործիք։ Ես երբևէ չեմ անդրադարձել ձեր քաղաքական բնորոշումներին, բայց քանի որ այսօր որոշել եք, որ ասեք դա խնդիր է, ասեցի, ուզում էի ասել, որ կներեք, այդ խնդիրը նոր չի։ Ու դա վաղուց է պարզ ինքը ով է։ Վաղուց է պարզ ինքը։ Սա ամենամեղմ բանն է, որ կարելի ասել իրանց։ Հարցման վերջում ուզում եմ Նայիրի Բաղդասարյանի ցիտել ուսանող ավարտվել։ Ասա չի կարելի Դավիթ ունենալ ու խեղճ լինել։ Այո, չի կարելի։ Չի կարելի նարեկացի ունենալ ու անմշակույթ լինել։ Այո, չի կարելի։ Չի կարելի նժդեհ ունենալ ու անհայրենիք լինել։ Այո, չի կարելի։ Ուսես կարելի է շարունակել այս ցուցակը։ Որովհետև ինչ-ինչ լավ օրինակներ պետականաշինության մեջ, հայրենասիրության մեջ, աստվածաբանության մեջ, գիտության մեջ, մշակույթի մեջ, ճարտարագիտության մեջ, ինչ ոլորտ վերցնես, մենք կարող ենք sense խոսել, հա, խոսել։ Չի կարելի ունենալ մեջով մաշտոց ու լինել անկիրթ, դա էլ կարելի ասել, ամեն ինչ կարելի ասել։ Չի կարելի ունենալ, ասենք, Իգոր Մուդազյան եւ լինել քաղաքականության մեջ այդքան տգետ, դա էլ կարող ենք ասել։ Այդ ոլորտ չկա ոլորտ։ Որ մենք այդ մարդը չունենանք։ Ես հարցում ինչու՞վ սկսեցի, հիշում եք։ Հիշում եք։ Հա։ Հիշեցնեմ ես։ Պարոն գնդապետ, խնդրում եմ բոլորին փոխանցել, որ երկու րոպե ցածում եք, ասա։ Այդ երկում իմ տղեկ։ Ասա մի անջատվի։ Դեռ իմ ասա, լսում եմ, ասա ձեր Ես դեռ հիմա կարգով քաշում եմ, ուզում եմ, որ բոլորին փոխանցել։ Ասա մի անջատվի։ Այս դիկը արտովին մերը։ Չի կարելի Աբաջան ունենալ ու դիրքեր անցնել։ Իսկ պրակտիկան ցույց տվեց, որ ամեն ինչ էլ փաստացի կարելի է։ Դե, ապագան ցույց կտա։ Քանի հոգի է այս ամեն ինչի իրոք համարում որ չի կարելի։ Եվ քանի հոգու համար այս ամեն ինչը անցած է, ապրիլը մեզ չի եղել։ Վաղուց է եղել։ Մի ամիս առաջ, 2 ամիս առաջ, 5 տարի առաջ մեզ չի վերաբերվում։ Այսօր ամենաստան չեմ ուզում ձեզ ծանրաբեռնեմ, գիտեմ նոր տարի է, կհանդիպենք դեկտեմբերի 31-ի գիշերը, եթե իհարկե վաղը կարևոր բաներ չլինի ասելու, ամեն դեպքում դեկտեմբերի 31-ի գիշերը 12-ից 10 այսօր ամենասկանը,